զարգացման արդարացման մեջ գլխավոր դատախազի ինստիտուտը ամենակարևոր ինստիտուտն է։ Նույնիսկ իմ հրապարակային ելույթներից մեկում հիշատակեցի Իտալիայի Ֆալկոնեի հանձնաժողովի նույնիսկ ֆիլմ կար շատ լավ, որտեղ այդ հանձնաժողովի արժե դրված էր խնդիր մաֆիայի ձեռքից երկիրը փրկելու եւ դատախազությունը պետք է աներ համապատասխան իր կառույցներով։ Ճիշտ է, այնտեղ մեծ մասին գնդակահարեցին, բայց դա չի խնդիրը։ Խնդիրը պետական խնդիր լուծելն էր։ Հիմա դատախազության հետ կապված 27-ի հետ կապված հիմնական կարևոր վկաների մեծ մասը մահացել են շատ տարօրինակ ձևով։ Մեկուսարանում էլեկտրիկը մահանում է էլեկտրահարվելով, քեռին մահանում է իրան կախելով։ Էդի Գրիգորյանը այդպես էլ այնց շատ լավ միջավայրում շարունակում է ծմադ մնալ մեկուսարանում։ Ինչ է կարծում տիկին դատախազ, եթե մեծ ուժեր չլինեին այս ամենի հետևում, այսի տարօրինակ մահացության դեպքեր կլինեն, Մովսիսյանը ավտովթարից։ 12 թվականին, երբ որ ես Միացյալ Նահանգներում էի Տիգրան Պասկևիչյանի հետ եւ Հայաստանի կորսված գաղտնի մարտի 1-ի հետ կապված, պատահաբար ես տեսնում եմ Տիգրան Նազարյանին սրճարանում, պատկերացնում եք ին վիճակը։ Տիգրան Նազարյան կարևորագույն վկա, հմեկ, Տիգրան Նաղդալյանը սպանվեց։ Լավ, այս հարցերը այնքան շատ պարարթողատալի բացահայտման համար, որ այստեղ նախաքննական գաղտնիքով ասել հիմա բան չանենք, որտեվ անջատված մաս